Երբ որ զոհված ծնողները Նիկոլ Փաշինյանին հարցադրումներին են անում քաղաքում, երևի ինքը մտածում է, թե մենք էինք ուղարկել, մեղք է ինքը, որտեղ ինքը որ sense պրովոկատոր է իր բնույթով, ինքը մտածում է, թե մենք ենք դա անում եւ որոշել են հիմա կազմակերպել այս կարգի պրովոկացիաներ։ Ուղղակի տարբերությունը նա է, որ մարդիկ որ իրեն ասում են, հետո բռնում են, տանում են դատարան, տանում են իրապահ մարմիններով սկսում են զբաղվել։ Այս մարդուն իհարկե ոչ մեկը չի տանելու եւ մենք չենք ուզում որ իրեն տանեն, որովհետեւ ինքը մեղք է։ Ինքը մեղք է, ընդհանրում են որ որոշակի շեղումներ ունի, բայց հիմա ինչ անենք, այդպես է։ Մենք պետք է սպասենք, որ նման կարգի մարդիկ տարբեր տեղերում լինելու են։ Այդ սադրում է, որ հետո մի 10-15 հոգու տանեն ոստիկանություն եւ մեր գործերից կտրեն։ Գալու են, սադրելու են, հոգեկան անհավասարակշիռ մարդկանց գտնելու են իրենց նման։ Սովորաբար մարդը ում հետ անկերություն անում, իր նմանների հետ, չէ։ Օրինակ դուք իմ շրջապատում տեսած կաք անհավասարակշիռ, հոգեկան, այսպես ասենք, առերևույթ շեղումներ ունեցող մարդը։ Չեք կարող տեսնել, որովհետև դու չի կարող նայեմ հետ ընկերություն անի։ Հիմա Նիկոլը իր նմաններին հավաքում է իր շուրջ եւ սա բավական տոքսիկ միջավայր է ստեղծում։